Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հայոց աշխարհաժողով հաղորդաշարի ինչ անել հաղորդման հյուրը կրկին պարոն Բախշյանն է, Արտաշես Բախշյանը, ով 15 տարի աշխատել է 2002 թվականից, եթե չեմ սխալվում, գործադիրում վարչապետի, նախագահի հրամանագրերով, նշանակումներով օգնել է երկիրը ոտի կանգնացնել, ճգնաժամից հանել եւ շատ կարեւոր աշխատանքներ է եղել եւ ավիացիայում է եղել եւ մաքսայինում է եղել 2002-ից 2016 թվականներին։ Աշխատել եք Քոչարյանի օրոք, աշխատել եք Սերժ Սարգսյանի օրոք, ու բան, դե բարձրագույն պաշտոններ չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, էլի։ Քոչարյանի ժամանակ եղել եմ 98-ին, որ ինքը սկսել է պաշտոնավորել, եղել եմ Մաքսայինի պետի տեղակալ, հետո բան մասնավոր գործունեություն, հետո վերադարձել եմ նախագահի աշխատակազմ 2000-ին։ 2002-ին նշանակվել եմ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ նախագահի կողմից։ 2006-ին ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ վարչապետի որոշմամբ։ 2007-ին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար նախագահի որոշմամբ։ 2008-ին տարածքային կառավարման նախարարի տեղակալ վարչապետի որոշմամբ եւ 15 թվականին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, որից պաշտոնից ազատվել եմ 16 թվականի հունիսին։ Հիմա դասավանդում է տնտեսագիտական համալսարանում։ Դե հիմա դասավանդում եմ ես ներդրումների կառավարում, ֆինանսների կառավարում հանրային ոլորտում տնտեսագիտական համալսարանում, նաեւ բակալավրիատում սոցիոլոգիայի հիմունքներ եմ տալիս, լինելով սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։ Նախորդ անգամ մենք խոսեցինք այն մասին, որ փորձելու են այս իշխանությունները սահմանադրական փոփոխություններ, թե ընդհանրապես նոր սահմանադրություն անցկացնել հանրաքվեի ձևով ընտրության հետ կապված։ Եվ դուք ասացիք, որ մարտին ըստ ում Արդարության նախարարի։ Արդարադատության նախարարի մարտին պետք է արդեն իրենք հրապարակեին նոր սահմանադրությունը, ճիշտ է։ Նոր սահմանադրության նախագիծը դեռևս նոյեմբերին անոնս արել էր արդեն Արդարության նախարարը ասել էր, որ մարտին կհրապարակվի, այս տարի հունվար ամսին հաստատեց այդ, որ պետք է մարտին հրապարակեն, մարտ ամսին ընդամենը եղան, այսպես ասած, հայտարարություններ ընդդիմության կողմից, նաև իր կողմից, որ արդեն ուրեմն որոշ մարդկանց հասու է սահմանադրության նախագծի տեքստը, սկսեցին քննարկել դա, բայց Արդարության նախարարը հայտարարեց, որ պաշտոնական հրապարակում չի եղել, հետևաբար ցանկացած, այսպես ասած, մեկնաբանություն նախագծի տեսքին, սա կլինի ժամանակավրեպ եւ փաստորեն իրենց հայտարարած մարտ ամսին սահմանադրության նախագծի հրապարակումը տեղի չունեցել։ Ինչպես միշտ խաբեցին, ինչպես միշտ պոպուլիստական հայտարարություններ արեցին, օդի մեջ կրակոցներ արեցին եւ անցանք առաջ։ Մեկ է ժողովուրդը իրենց ոչ մի հաշվետվություն իրենցից չի պահանջում, ինչ որ ասում է ծափ են տալիս, ասում են բաղնիկից ջուրը միացու թե չեք գամ ձեր տունը կլողանամ, իրենց այդպես բաներ է հետարկվում։ Ինչ սահմանադրություն, ինչ բան, սահմանադրությունը այնքան ոտի տակ են գցել արդեն այս իշխանությունները, որ չեմ պատկերացնում, որ դա ինչ կարևոր փաստաթուղթ է։ Իրենց սահմանադրությունը հայելի մի բան այնտեղ գրած գցած է, իմի ոնց ուզում է այս իշխանությունը այս սահմանադրության վրով անցնում է։ Թողենք մի կողմ սահմանադրությունը, հուսով ենք, որ վերջի օրով ասենք, հանրաքվեից մի օր առաջ չեն ասի, վերջ, կարան ասեն։ Այս դելիտանտներից ամեն ինչ սպասելի է, վերջ, վաղը սահմանադրություն ենք փոխում, ժողովուրդ ձեզ պետք չի իմանալ, մենք մտածել ենք ձեր տեղը, դուք եկեք գրեք, որ այո, փոխում ենք։ Այդքան բան, ոնց էին անցած անգամ ռեկլամանում միջև կովիդը գնելը, չէ։ Ընդհանրապես ասում են, այո ասեք, այո ասեք։ Առանց հասկանալու։ Եթե քարոզի ձևը պետք է լինի ինչպես ուրեմն մենք կհիշենք, 96 թվականին ընդունված 95 թվականին ընդունված սահմանադրության քարոզը հետևյալն էր. ուզում եք ունենաք սահմանադրություն։ Վերջ։ Եթե ուզում եք, ապա քվեարկեք այս սահմանադրության օգտին։ Եթե դա պետք է լինի քարոզը առանց խորանալու, այսպես ասած, կարգավորումների մեջ, ուղղակի ասել, որ եթե ուզում ենք, ոնց որ հիմա են ասում, եթե ուզում եք, որ սահմանադրությունը ընտրի ժողովուրդը, ընդունի ժողովուրդը եւ լինի ժողովրդինը, ուրեմն պետք է ընդունեք այս սահմանադրությունը։ Եթե քարոզը այդպեսին պետք է լինի, այո, քիչ մարդու պետք է հետարքրի, ընդամենը այդ երկու նախադասություններով, որ պետք է սահմանադրությունը եւ ժողովրդին, ուրեմն սա պետք է լինի կվերջանա։
Միանշանակ, պարոն Բախշյան, ես չեմ էլ կասկածում, որ եթե լինի էլ նման ձևա լինելու, աշխատելու են այսպես սղացնեն ինչ-որ բան փորձեն անցկացնել, հուսով ենք, որ չի լինի, որովհետև իրենք ինչպես միշտ աշխատել չգիտեն եւ չեն էլ հասցրել ինձ թվում է, կամ ինչ-որ մի ուրիշ խնդիր ունեն, եթե դուք ավելի ուրեմն այդ հարցում ավելի տեղյակ եք, ինչ կարա եղած լինի խնդիրը, որ իրենք սահմանադրությունը որ ինչի մասին խոսում են, հիմա ոնց որ թե որոշել են չանեն այդ հանրակրվեն։ Դե ես փորձում եմ միշտ երևույթները նայել օբյեկտիվ հարթության մեջ, չհասցնելը կարող է լինի, բայց կարծում եմ, որ սահմանադրությունը ի տարբերություն ազգային ժողովի ընտրությունների իր մեջ ունի դրույթ նվազագույն ուրեմն հանրակրվեի մասնակցության դրույթ կա հանրակրվեի մասին օրենքի մեջ, որտեղ նշված է, որ որոշակի քանակություն ուրեմն գրանցված ձայնի իրավունք, ընտրության իրավունք ունեցող մարդկանց, որքանով ես տեղյակ եմ, քառորդ ցուցակում ներառված ընտրողների քառորդ մասը պետք է մասնակցի հանրակրվեին, որպեսզի հանրակրվեն ուժ ունենա։ Այսինքն հանրակրվեն անցկացնելու համար ընտրությունների հետ զուգահեռ պետք է ուրեմն առնվազն քառորդ մասը ընտրությունների մասնակցի։ Իրանց էլ դա ձեր չի տալի, որ շատ քանի որ ընդհանուր առմամբ քաղաքագետները մեզ մոտ կարծիք են արմատացրել, որ գործող իշխանությունը ուրեմն ուժի մեջ մնալու համար, իշխանությունը շարունակելու համար պետք է ուրեմն հնարավորինս ընտրություններին քիչ մասնակցեն, որպեսզի հատկապես իրեն նվիրված ընտրազանգվածը բավարար ձայներ ավտոբուսներով տանում բերում են, 50%-ից ավել լինի։ Հա։ Պարոն Բախշյան, թողենք սահմանադրության հարցը, տեսնենք ինչ կլինի, այդ մասին էլի կզրուցենք։ Դուք մի անգամ ինձ ասացիք, որ ոլորտից ուզում ես խոսենք, բոլոր ոլորտներում ահռելի, սարսափելի խնդիրներ ունենք, ընդհանրապես մեր երկրում։ Ես ուզում եմ, որ մենք ոլորտ այլ ոլորտ խոսենք մեր խնդիրների մասին։ Դա չի վերաբերում միայն այս իշխանությանը։ Ով էլ որ գա իշխանության, այս խնդիրները լուծել պետք է լուծվեն, ճիշտ է։ Հիմա քաղաքաշինությունը տեսնում ենք ինչպիսի թափով շենքեր են կառուցվում, Երևանը ուղղակի պատրաստ չի նման չափի բնակելի շենքերի կառուցման համար։ Նույնիսկ այն հին Երևանի կոյուղիները խնդիր էին տալիս։ Եկեք այսօր խոսենք կոյուղու մասին, որտեղ մի անգամ դուք պատմեցիք, թե ինչպիսի ահռելի շինություն է կառուցվել, որպեսզի այս կոյուղի եւ ընդհանրապես մեր կոյուղաջրերի հարցը լուծվի։ Խնդրեմ դուք այդ մասին տեղեկացնենք նաև մեր հեռուստադիտողին։ Նախ եւ առաջ, պարոն Զաքարյան, սկսենք, թե ուրեմն քաղաքը, մասնավորապես միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքը, եթե ինչ կառուցապատումներ են իրականացում, դրանք բոլորը պետք է կատարվեն գլխավոր հատակագծի համաձայն։ Այո։ Հիմա գլխավոր հատակագիծը ոնց որ տեսնում ենք անդադ քննարկում է ու ինչ որ ժամանակավոր լուծումներ են տրվում, բայց մեծ թաղամասեր են կառուցում, թե ինչքանով դրանք համապատասխանում են գլխավոր հատակագծին։ Գլխավոր հատակագիծը պետք է առաջին հերթին ինֆրակառուցվածքները ապահովված լինելու նոր թաղամասերի շինարարության համար, որ այնտեղ ինչպես կոյուղին, ինչ խոսքով, 1000 տեսակ խնդիրներ կան։ Դրանց մեծամասնությունը իհարկե դրված է կառուցապատողների վրա, եթե նրանք ներկայացնում են նախագիծ, ապա ճարտարապետը հատակագծային նախագծի մեջ արդեն պետք է ներառված լինի, որ իրանք պետք է ուրեմն համապատասխան թույլտվությունները ստանան վիոլաջրից, հա, գիծ անցկացնեն այդտեղ եւ այլն, բայց դե բոլոր դեպքերում իրենք այդ նշանակման վայրից կողուն պետք է անցկացնեն միջև ուրեմն իրենց կառուցապատման վայրը, բայց այդ կոյուղագիծն այո պետք է ունենա համապատասխան հզորությունները։ Ես կարծում եմ, որ բոլոր թույլտվությունները իհարկե պետք է էլի օբյեկտիվ հարթության մեջ նայենք եւ բոլոր թույլտվությունները տրված են ուրեմն համապատասխան։ Ես ավելի շատ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ կոյուղում որպես ամբողջ քաղաքի համար ծառայող ինֆրակառուցվածք։ Այո։ Ընդհանուր առմամբ մենք ունենք 3 մեծ կոյուղագիծ, որ գնում է դեպի Այրացիա, եւ այդ 3 մեծ կոյուղագիծը ապահովում է Երևան քաղաքից ամբողջ կեղտաջրերի հեռացումը եւ որոշակի առումով դրա մաքրումը միջև Հրազդան գետ տեղափոխելը։ Եվ ստեղ ամենակարևոր հարցը մեզ մոտ շրջակա միջավայրի պահպանության խնդիրն է եւ այն պարտավորությունը, որ միլիոնոց քաղաքը իր կոյուղին կեղտաջրերը ինչ աստիճանի պետքա մաքրի, որից հետո դա պետք է հանձնի Հրազդան գետին եւ հետո եւ այլն այլն։ Մի խոսքով Վերջերս մի սարսափելի տեսանյութ էր սոցցանցերում պտտվում, թե ինչպես է ուղակի կոյուղագիծը, մեծ հաստ կոյուղագիծը գալիս ու ուղակի բաց լցվում Հրազդան գետը։
Այդեն գետեր, որ ժամանակին մենք իջնում էինք ձորը լողանալու, այդքան մաքուր էր։ Մի անգամ փորձեցի երեխայիս հետ գնամ, որ այնտեղ մեր Կորեայի ձորում իջանք, որպեսզի լողան, էլ ասեղներ, էլ չգիտեմ ինչեր, սարսափելի վիճակ էր։ Դա արդեն գետի նման չի, եւ այդ ամեն ինչը, այդ կեղտը, այդ վարակը գնում է լցվում է մեր արտերը, եւ դրանով ջրվում է մեր բանջարեղենը, միրգը, բանջարեղենը։ Զարմանալի չի, որ այսօր բանջարեղենից մանավանդ վարունգը, որ ուտում են, ասում են, «Էս ինչ հոտ է գալիս այս վարունգից»։ Այդ ամեն ինչի իրար հետ կապ չունի, պարոն Բախշյան։ Ես ճիշտն ասած չեմ ուզենա այդ բոլորը կապել իրար հետ, բայց առաջին հերթին այն պատճառով, որ իմ ասած կողողաջրերը բոլորը թափվում են Այրացիայում, այսինքն Երևանից արդեն ավելի հարավ, Երևանից հեռացող Հրազդան գետի հոսանքի մեջ։ Դուք որ լողացել եք Կորեայի ձորում, ստեղ ավելի շատ վերաբերվում է Հրազդան գետի վերին ակունքներին։ Դա էլ է կեղտոտ էսը։ Դե քաղաքները իրենց կողողիները ի վերջո վերում լցնում են էլի Հրազդան գետը։ Ընդհանուր առմամբ կեղտաջուրը դա ջրի մենք 3 տասյակի թափոն ունենք։ Առաջինը դա մթնոլորտի աղտոտումն է, թափոն տեսքով, դա ջրի աղտոտումն է, ջրի տեսքով եւ կոշկենցաղային թափոնների, այսպես ասած, աղտոտումներն են, բոլորն էլ թափոն են ի վերջո եւ ամեն մեկը պետք է որոշակի վերամշակումացնի, մինչեւ դրան բաց թողես բնության գիրկը։ Այստեղ ուզում եմ ձեզնից խնդրեմ, որ մենք առանցին խոսենք նաեւ մի օր կոշկենցաղային թափոնների կառավարման մասին, որովհետև այստեղ բաց թողումները եւ ընդհանուր առմամբ խայտառակությունը ոչ պակաս են։ Շինանյութի գերեզմանոցները ցույց կտան, որ Հրազդանի ձորը ծածկում են արդեն։ Դա այլ թեմա է, դրա մեջ չխորանանք, այսօր ուզում եք խոսենք կողողաջրերից, խոսենք կողողաջրերից։ Տեսեք, նախ ուրեմն Այրացյան, որ ասեցինք։ Այո։ Երբ որ ծանոթանում ես, թե սովետական միության ժամանակ Երևան քաղաքի կեղտաջրերի, այսպես ասած, մաքրումը Այրացիայում, ինչպեսի տեխնոլոգիական ուրեմն հնարավորությունների է գնացել հասել, ուղղակի ապշում ես, թե մենք ինչքան ապագայում ենք ապրել այն ժամանակներում, եւ ուրեմն հիմա որտեղ ենք ապրում, ինչքան հետ են գնացել, 21-րդ դարի 2-րդ քառորդն ենք արդեն տևակողել։ Մնում է զարմացած, պարոն Զաքարյան, որովհետեւ տեսեք ինչի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ ես հարցին ծանոթացել եմ մոտարապես 2011-12 թվականներին եւ պաշտոնի բերումով ուրեմն Ֆրանսիայում հյուրընկալել էին ցույց էին տալիս իրենց կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաները, որովհետեւ մենք ի վերջո նպատակ ունեինք, որ խայտառակություն այսպեսի կեղտաջրերի մաքրման կայարան ունենալը, սա ուրեմն չգիտեմ նախորդ դարը թե եսին որորդ դարը պետքա ուրեմն ժամանակի սևերի անցնել եւ մեկնեցինք Ֆրանսիայի հյուսիսարևելյան դեպքշրջանը, որտեղ որ մեզ ցույց էին տալիս, թե ինչպես են այնտեղ իհարկե կեղտաջրերի մաքրումը հասնում էր այնտեղ այն աստիճանի, որ ստացած ջուրը կարող էր ծառայել միայն դեկորատիվ բույսերի, այսինքն այգիների ոռոգման համակարգերի բաների համար։ Խմելու ջուր այնտեղ դրանից իհարկե չէին ստանում, այդ աստիճանի մաքրություններ չէին ստանում։ Ուրեմն բայց գոնե բնության մեջ բաց թողելու բնության մեջ բաց թողելու եւ ուրեմն այգիների ուրեմն դեկորատիվ բույսերի ոռոգման համար պիտանի ջուր էին բաց թողում եւ դրա համար պետք էր կենսաբանական մաքրում։ Այո։ Մենք այդ կենսաբանական մաքրում նպատակ ունենալը իհարկե չէինք հետապնդում, որովհետեւ դա շատ ծախսատար process է, բայց սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք կենսաբանական մաքրման կայարան։ Հսկայական շենք։ Ստեղ Հայաստանում։ Այո, Երևանում, այդ նույն Այրացիայում դուք տեսնեք այդ շենքը ինչպիսի շենք է, 7 հարկանի, մոտարապես 200 մետր երկարությամբ, հսկայական մի շենք եւ ամբողջ մեջը լաբորատորիաներ։ Եվ այդ լաբորատորիաները բոլորը իրենց ավազաններով, այդ բոլորը ոչնչացել է 89 թվականից հետո, երբ որ մեր մոտ էներգետիկ ճգնաժամներ եւ հոսանքի այդպես անջատումներ էին, այդ բոլոր լաբորատորիաները իրենց ջրի մուրդերով բոլորը վերացան եւ մեզ մոտ մնաց միայն Այրացիայի մաքրման կայարանը իր մեխանիկական մասով։ Ինչ բանա մեխանիկական մաս։ Գոյություն ունի ցանց, որը իջեցնում են ուրեմն այդ կողողագծերի դիմացը, հսկայական խողովակներ են դիմացը եւ այդ մետաղական ցանցի մեջ ճիշտ ֆիզիկապես պահամակեղտ է։ Մաքրում է եւ ուրեմն այդ մեխանիկական, այսպես ասած, կտորներից Եվ ուրեմն բաց է թողնում կենսաբանական մաքրման մասին խոսք չկա։ Ուղղակի մեխանիկական մաքրման։ Կոշտ կտորներից, մեծ կտորներից։ Կոշտ կտորներ, քանի որ կեղտաջրերը իր մեջ ջրիմուռներ են պարունակում կամ կանաչ զանգված են պարունակում, դրանք բոլորը ցանցը փակում են եւ անհնարին են դարձնում մեխանիկական ցանցով կեղտաջրերի անցկացումը։ Դրա համար տեխնոլոգիապես նախատեսված է այդ մեխանիկական կայարանում բարձրացնել ժամանակ առ ժամանակ այդ ցանցերը, մաքրել դրանք, հետո իջեցնել, որպեսզի
այդ բոլոր ուրեմն եւ ինչ է կարծում տեխնոլոգիան կարող է պահպանվի ցանցը բարձրացնել, մաքրել եւ իջեցնել։ Անում են դա։ Հենա կբարձրացնեն ու տենց էլ կթողնեն, Ո՞վ է թողում, հա, ով է գժվել, ամեն անգամ մաքրել։ Վերջը, այդ հարցը իհարկե տվեցինք, պատասխանը իհարկե չստացանք, թե ինչ նորմերի շրջանակում են ապրում, պետք է ասեմ, որ աշխատանքը որի շրջանակներում ուսումնասիրությունը կատարվեցի եւ ինչ է այսօր հիմա ձեզ փորձում եմ ներկայացնել, դա դեռևս կատարված է 2021 թվականին, երբ որ ես աշխատում էի հաշվեկնիչ պալատում։ Եվ մի փոքր նահանջ ասեմ, ինչ բան է հաշվեկնիչ պալատը, գուցե մեզ նայողների ոչ բոլորն են պատկերացնում, դա այն մարմինն է, որը հետևում է պետական ֆինանսների ծախսման ուղղությունները, դրանց համապատասխանությունը օրենսդրությանը, հա, դրանց համապատասխանությունը կառավարության որոշումներին, ֆինանսական աուդիտ, այսպես ասած համապատասխանության աուդիտ եւ իհարկե արդյունավետության կատարողականի աուդիտ։ Այդ կատարողականը նրա համար է, որպեսզի արդյունավետությունը որոշի։ Մի քանի տեսակի արդյունավետություն, հա, նպատակային արդյունավետություն, տնտեսման արդյունավետություն, հասկանու՞մ, այդ բոլորը գնահատում է հաշվեկնիչ պալատը եւ ներկայացնում ազգային ժողովին։ Ազգային ժողովը քննում է եւ տեսնում է այդ թերությունները, որ ունի գործադիր մարմինը իր աշխատանքների մեջ։ Հիմա որպեսզի գնահատենք մենք այդ բոլորը մասնավորապես կոյուղա ջրերի, կեղտաջրերի հեռացման եւ այլն, հաշվեկնիչ պալատը մի եզրակացություն դրան նվիրել, ուրեմն այն բոլոր աշխատանքների շրջանակով, որ ունեցել է ինքը գործադիր մարմին եւ վիոլա ջրի հարաբերությունների մեջ։ Եվ այդ շրջանակներում գնացինք, նայեցինք, պարզվեց, որ 13 թվականից հետո կնքվում է Ֆրանսիայի հետ արտոնյալ վարկային պայմանագիր 25 միլիոն եվրո արժողությամբ, որից 12 միլիոն եվրոն նվիրվում է հատկապես կեղտաջրերի մաքրման կայանին, ավելի, այսպես ասած, ժամանակակից, բայց մեխանիկական կայան կառուցելու, որը ոչ միայն ցածն է ապահովում, այլև հսկայական ջրավազաններ են, բետոնյա ջրավազաններ, եւ այնտեղ բոլորը ջրիմուռներն են հավաքվում, տարբեր ջրավազաններում, տարբեր ավազային շերտվածքների միջով ջուրը անցնում է, ջրիմուռները հանում են, չորացնում են դրանք, լցնում են աղբամանների մեջ եւ հեռացնում դեպի աղբավայր։ Այսինքն մենք ունենք ավելի, այսպես ասած, եվրոպական մեխանիկական կեղտաջրերի մաքրման կայան։ Դա էլ ունենք։ Իհարկե, դա աշխատում է դա։ Այդ եմ ուզում պատմեմ, դա Պարոն Բաղդասարյան, մի րոպե ձեզ ընդհատեմ, այս խոսակցությունը, եթե ես համոզված եմ, եթե լսում են այսօրվա իշխանության այդ դիլետանտները, իրանց համար սա Մարսի լեզու է։ Իրանք չհասկացան մեծ մասը ինչ է ասում դուք, որովհետև այնտեղ իրանց մակարդակը տեսել եք ինչպիսին է, այն լրիվ էլի ամենաներքևի նիշն է, բայց ես ուզում եմ, որ մեր հերոստատիտողը հասկանա, փաստորեն հիմա մեր կոյուղաջրերը անարգել առանց նույնիսկ մինիմալ այդ ձեր ասած կեսաբանականի մասին չենք խոսում, որ այնտեղ ինչ որ բակտերիաներով եւ այլով մաքրվի։ Մեխանիկական նույնիսկ առանց մաքրում անցնելու այդ ցանցերը հասկացանք, որ ոչ ոք չի աշխատացնի, որտեղ դրա հավեսը չունեն, ոչ էլ երևի ֆինանսավորում են, կոյուղաջրերը անարգել գնում են։ Հիմա տեսեք։ Ես լսում եմ բնության մեջ, մեր բնության մեջ։ Տեսեք, այդ ոնց որ ասեցի, այդ բանը, այսպես ասած ֆրանսիական վարկով, արտոնյալ վարկով, որի արժողությունը 12 միլիոն եվրո է, դրանք բոլորը ծախսվել են եւ կառուցվել է նոր մեխանիկական մաքրման, կեղտաջրերի մաքրման կայան։ Այդ որ թվականին։ Ուրեմն ասեմ ձեզ, այստեղ սկսվում է հետաքրքիր պատմությունը։ 16 թվականին կառուցել ավարտել են դա 2016 թվականին։ Այո։ Եվ դիմել են 16 թվականին ավարտել են, 16 թվականին ավարտել են տարի վերջին, 17 թվականին 16-ի վերջին, որ ավարտում են արդեն կապալառում, 17 թվականին դիմել է կառավարությանը, որ խնդրում ենք տվեք օպերատորին, որ մենք օպերատորի հետ ամբողջ մի տարի շարունակ կատարենք գործարկման, փորձարկման աշխատանք։ Օպերատորը վիոլա ջուրն է։ Հիմա այդ օպերատորին միջև հիմա չեն տրամադրել։ Կառավարությունը այդ օպերատորին չի տրամադրել այս կառուցապատողին, կապալառուին, որ ասի այս օպերատորն է, խնդրում ես օպերատորի հետ կատարեք ձեր գործարկման, փորձարկման աշխատանքները։ Այդ օպերատորը ամբողջ մի տարի շարունակ պետք է ուսումնասիրեր, աշխատանքը սովորեր իրենց օգնությամբ, որից հետո պետք է այսպես ասած սկսել շահագործել։ Ոչ այդ նախորդ իշխանությունները կարողացան ուրեմն այդ օպերատորին տրամադրել։ Ոչ կարողացան ուրեմն 18 թվականի եկած իշխանությունները, որովհետև
Այդ հարցերով վիոլա ջուրը, то есть վիոլա ջուրը չէ, կառուցապան այդ կապալառուն դիմել է կառավարություններին, ինչպես նախկին Կարեն Կարապետյանի վարչապետ կառավարությանը, այդպես էլ Նիկոլ Փաշինյան վարչապետ կառավարությանը, եւ երկու դեպքում էլ այդ օպերատորը չի տրամադրվել եւ այդ կառույցը մնաց միջև հիմա մնում է անգործության մեջ։ Ոչ մեկի չեմ ուզում արդարացնեմ, նախկին ներկա մեղավորը ցանկացած կառավարությունում, բայց 16 թվականին եթե սարքել են, փաստորեն 10 տարի եթե այդ կառույցը չի աշխատում, ինչի՞ց է այդ կառույցը, բետոնից է, մետաղի է, չի փչանում արդյոք որ այսօր հնարավորություն ունենք նաև այդ նկարները նայելու եւ տեսնելու, որ նրանք հսկայական բետոնյա կառույցներ են, ուղղակի նայում ես անծայրացիր, դերը չի երևում։ Դրանք բոլորը ջրավազաններ են, արտադրամասակառուցված, սարքավորումներ են դրված։ Կառուցած վերջացած է։ Դե 10 տարի առաջ եւ միջև հիմա դա չի շահագործվում։ Իսկ եթե չի շահագործվում, բետոնը ցանկացած կառույց, ջրավազանը թեկուզ, եթե կառուցես չօգտագործես, արդյոք չի փչանում էդի։ Դե որ գոնե մի անգամ փորձարկված ելներ, որ գոնե տեսնեին բետոնյա, դե ասում եմ, այդ մի տարի շարունակ օպերատորին չեն տրամադրել, իրանք փորձարկեն, հետո ինչ անեն այդ փորձարկածի հետ։ Աշխատացն են, սարքել են, միլիոններ են ծախսել։ Պետք է օպերատորը աշխատացնի։ 12 միլիոն եվրո են ծախսել։ Այո։ Եվ ճիշտն ասած պետք է ասեմ, որ իմ աշխատանքային վերջգործունեության ժամանակ, եթե հանգարց որևիցե վարկային, այսպես ասած, ռեսուրս, որ արդեն վերցրել են, մի տարվա ընթացքում դրա կենսագործունեությունը ապահովված չի, պարոն Զաքարյան, սա համարվում էր ոչ թե խիստ թերի գործելակերպ, սա համարվում էր հանցագործություն։ Հիմա օրինակ ես նայում եմ այն ժամանակ, եթե համարվեր, որ ֆրանսիական վարկը տրամադրվել է եւ ուրեմն այսպիսի ապաշնորհության արդյունքում ուրեմն չգիտեմ ինչ ա եղել ֆրանսիական փողի հետ ինչ ա եղել, Ֆրանսիան այնպիսի մի վետո է դնում Հայաստանի հետ բոլոր հարաբերությունների վրա որպես անգործունյա, հա, գործընկեր, որ բայց հիմա Ֆրանսիան շարունակում է այդ բարեկամական կապեր, դե բնական է, վարկը տրամադրված է, վարկը պետք է փակվի, ժողովրդական լեզվով ասած Մակրոնն ու մեր այսօրվա ցավոք սրտի վարչապետի աթոռը զբաղեցնում պաչպրոշտի, հա, ինչա, գոյգուցե խոսալու վարկերից խոսալու ճակատագիրն էլ այսպիսի։ Նկարները որ նայեք, կտեսնեք թե ինչ պատճառով։ Ես կխնդրեմ նկարները բացեք եւ ասեք, որ ինչ նկարներ է, ես էլ դա կտեղադրեմ, որ մեր ռեստորատորը նույնպես տեսնի։ Սա օրինակ այդ արտադրամասի մեջի սարքավորումներն են։ Հա։ Մի քանի տեղից նկարացա արտադրամասը դրսից։ Սա այն աղբամաններն են, որտեղ որ չորացած ջրիմուռները արդեն պիտի բերեին երրաստեին, այստեղ լցնեին այդ աղբամանների մեջ, տարին երրաստեին աղբավայր։ Այս ամբողջ տարածքով ոնց որ տեսնում եք քայլում ենք մենք արտադրամասերով, սա այդ բետոնյա ջրավազաններ, որ ասում են, որի մեջով պետք է անցնեն, ավազի տարբեր շերտերով, այստեղ էլի նկարներ կա, այդ բետոնյա կառույցների վերաբերյալ, ահա։ Հա, սրա։ Տեսեք, հա, այս ջրավազաններն են։ Սա էլ այդ էլեկտրական այդ շիթերը։ Ահա, շիթերը։ Հիմա այդ ժամանակ այս նկարներ արվածա տեսեք, այդ ժամանակ 21 թվականին, երբ որ կատարվում էր այս հաշվեկնությունը, ուրեմն այդ 3 մեծ ուրեմն խողովակները, որ կողաղաջրերը հեռանում են, երկուսը վթարվել էին։ Եվ ուրեմն այս ցույց է տալիս, թե այդ վթարված խողովակից առանց այրացիա գալու ոնց է լցվում ջուրը Հրազդան։ Եվ ամբողջ 6 ամիս շարունակ այսպես վթարված ջուրը գնացել է Հրազդան եւ ոչ մեկ այդ մասին ոչ ահազանգել։ Լսել եք դες մի պատմություն 21։ Այս նկարում էտա նկարը։ Էտա նկարած, հա։ Այն մյուս նկարներից ուրիշ բան չունենք ասելու։ Փաստորեն այս նկարը ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես է անարգել կեղտաջրերը, սարսափելի կեղտաջրերը լցվում մեր Հրազդան գետ։ Պետք է ենթադրել, որ հիմա արդեն այս վթարը վերացված է եւ այդ բոլոր կողմերը։ Բայց 6 ամիս առնված չի։ Այո։ Բայց իհարկե ուրեմն նման ձևով է, այդ այրացիայից էլ անցնում է եւ նման ձևով գնում լցվում է Հրազդան գետը։ Իհարկե ոչ մի տարբերություն չկա, չնայած որ այդ կայանը գործում է, աշխատում է եւ պետք է ասեմ ձեզ արդեն այստեղ մենք ասում ենք մյուս բանին, այդ գործին, որի մասին պետք է խոսենք, դա կառավարություն, գործադիր եւ վիոլաջուր հարաբերություններն են։ Հա։ Վիոլաջուրը ինքը ուրեմն սպասարկում շահագործում է այրացիայի այս նախկին կայանը։ Եվ իր վրա բազում չափանիշներ կա դրված, որ կառավարությունը պետք է հետևի վիոլաջուրը լավ անում, թե չէ։ Իդեպ այս անձրևաջրերի հեռացումը այդ հարցերից մեկն է։
Կան ցայտախբյուրի գործունեություն այդ Անձրևաջրի չհեռացումը, պարոն Բաղդասարյան։ Բոլոր դեպքերում էլի այդ կոյուղա ջրի մատակարարում այդ դրանք բոլորը մի 46 կետով ուրեմն հսկողության ենթակա են եւ հսկողությունը անում է հսկողության համար գործադուլը բարձում է հատուկ ուրեմն խորհրդատու ով որ ստանում է վիոլա ջրից գումարներ իր ծառայությունը կատարելու համար եւ սա կազմում է տարեկան հաշվետվություններ եւ տալիս է կառավարությանը հիմա այդ կետերից մեկն է նաեւ թե այս կեղտա ջրերի մաքրումը ինչ աստիճանի լավ է կատարում վիոլան հասկանում եք իրեն չեն հանձնել կեղտա ջրերի մաքրման նոր կայանը բայց իրեն հանձնված է շահագործելու կեղտա ջրերի մաքրման 5 կայանը դա ոնց է անում Դե դա էլ անում է եթե այդ հաշվետվությունը որովհետեւ անգամ որ ձեր ձերքին ընկնի կտեսնեք որ ուղղակի ասում է քանի որ կեղտաջրի նախկին կայանն է գործում հետեւաբար դրա մակրոցիալ աստիճանը մենք չենք ճապում վերջացավ ասես վերջացավ դե ախր այսօրվա նախարարների մակարդակը տեսնում ենք սոցցանցերում ամբողջ օրը նստած ինչ որ հիմար կատակներ են սրամատություններ են անում Սրա նրա մասին են խոսում, բայց ես նայում ոչ մի նախարար իր տեղում չի։ Ես ձեր ասածները լրիվ եմ ասում, ոնց որ մարսերեն լինի իրանց համար։ Ով է նստելու մտածում կոյղա ջերերի մասին, կեղտոտում է, այսօր բերում են ասում եմ ձեզ բեռնատարերը հանգիստ այդ աղբը բերում են, կանգնում են Հրազդան կիրճի վրա ու լցնում են։ Ես նկարել եմ քանի տարի պայքարեցի այդ երևույթի վրա։ Նախորդ իշխանություններից սկսած մինչև այս իշխանությունները Ում է պետ, բերում են աղբը 1000 դրամ դուր թափի որտեղ ուզում ես եւ եթե այսօր մի հատ սիգարետի համար արտասահմանում 1000 եվրո տուգանում են, մեր մոտ մի ամբողջ կամազի համար 120,000 տուգանք է, այդ կամազի վարորդին ձեռք է տալիս այդ 120,000-ը մուծի երևի։ Բայց ինքը շարունակի թափել։ Մենք խոսում ենք մի ոլորտի մասին, որը ընդհանրապես ես կարծում եմ ոչ մեկ այսօր դրանով չի զբաղվում։ Ինչպես դուք ասեք, Վիոլա ջերին էլ ասում է, որ քանի որ հին բաննա մաքրման կայաննա ներողություն վիոլա ջուրը չի ասում սա ասում է այն աուդիտորը իսպանացի աուդիտորը որին կառավարությունը վարձել է որպեսզի գնահատի վիոլա ջրի աշխատանքը եւ ներկայացնի հաշվետվություն այսինքն հաշվետվություն ներկայացնում թե վիոլան ոնց է անում այո դա չեզոք ասում չեմ կարա որովհետեւ սարքել ենք տվել ենք չեք օգտագործում տենց է դուրս գալիս Այս ընդամենը մի ոլորտից խոսացի։ Այս ընդամենը չէ, ոլորտը ջրերի մատակարարումն է, դրա կոյուղա գծերի մասով խոսեցինք։ Կոյուղա ջրերի հեռացման մասին ընդամենը խոսեցինք։ Առանձին խոսակցությունա թե ջրի մատակարարումը, խմելու ջրի մատակարարումը, առանձին խոսելու նյութա Ես արդեն վախենում եմ, ես պատկերացնում եմ, այս կոյուղա ջրերը, այդ խմելի ջրերը միտեղ էլ երևի խառնում են իրար։ Ես արդեն վախենում եմ այդ հարցով ձեր հետ խոսան, պարոն Բաղդասարյան։ Ու պետք է ասեմ, որ ախր այրեցեից հետո մենք ահագին ոռոգելի հողեր ունենք։ Հա Այո, եւ թե այնտեղ ուրեմն այդ ինչ ջրերով են ոռոգվում հայրացեից հետո։ Դե այնտեղ հիմնական մեր ոռոգել հողերը։ Գյուղերի անունները չասեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բաղդասարյան։ Իհարկե սարսափելի է, բայց պետք է խոսենք։ Պետք է խոսենք գոնե ապագայի համար։ Պետք է խոսենք նրա համար, որ ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը իմանան, որ կապ չունի։ Բոլոր այս խնդիրները պետք է լուծվեն։ Եվ սրանք անհապաղ խնդիրներ են, սրանք մեր ապագայի, մեր երեխաների, մեր թոռների, մեր ծոռների, մենք բառից բուն իմաստով թունավորում ենք մեր սերունդը։ Եթե մենք չենք խոսում այս խնդիրների մասին, ընդհանուր առմամբ տեսեք էլի, արդեն քանի տարի է, մենք բոլորս էլ ոնց որ ճերմակ մազերը առատ է մեզ, եւ մենք ուրեմն մի իշխանություն չի որ տեսել ենք։ Եվ ուրեմն վաղուց ենք կարծիքն ա տիրում, որ ով էլ լինի վարչապետ, Հա Այն չէ, սկզբից մի քիչ կսովորի, հետո դե վերջը ինչ տարբերություն թե ով է այդ վարչապետը։ Գլխավոր ազնիվ մարդ լինի, անկաշառ մարդ լինի, որին չկաշառեն եւ այլն, չէ՞։ Էտա պահանջը, հանրային պահանջը վարչապետի նկատմամբ եւ սահմանադրությունում էլ որ նայեք, ով կարող է լինի վարչապետը։ Սահմանված է այնտեղ։ Լավ։ Բայց այս ընդհանուր առմամբ վիճակը որ կառավարել է պետք։ Հա։ Տեսեք, երբ որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ես հիշում եմ իմ ապշած լինելու աստիճանը, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը պետք է լինի վարչապետ։ Մարգարյանցից հետո։ Ես մնում էի զարմացած, թե ոնց կարող է սովորական մարդը ուրեմն կարողանա այդպիսի պատասխանատվություն վերցնի իր վրա, որ ինքը կառավարման որևիցե մակարդակում չի աշխատել, ու հանգարց ինքը համաձայնվում է, որ ինքը կարող է լինի վարչապետ։ Արդյունքում մենք ունենք այն ինչ որ ունենք, այ բոլոր տնտեսության ոլորտներով, երբ որ մենք առանձին խոսենք, այսպիսի
վիճակի մասին է խոսքը, որովհետև ցանկացած մարդը կարող է համարվի, որ կարող է լինի, ուրեմն ցանկացած կրթական բազայով լինի գիտելիքների փորձառության մակարդակով, կարող է նշանակվի պաշտոնի եւ պաշտոնավարի։ Որովհետև մենք գլուխ ենք գովում, որ աշխարհին բոլոր մասնագետները տալիս ենք, բայց մեզ ոչ մի մասնագետ պետք չի, մեզ պետք է ծանոթ, բարեկամ, ընկեր, մեր բակից, դասարանցի, կուրսեցի եւ այլն եւ հավատարիմ մարդ, որը այդ բոլոր ամեն ինչը կծածկի։ Այդ դրա համար էլ այսօրին ենք։ Շնորհակալություն, պարոն Բախշյան, իհարկե, ինչքան